Բարի լույս։ Հայ երաժիշտները հայ համայնքներին նախագիծը կապում է մայրաքաղաք մարզերի հետ։ Այս կարևոր անհրաժեշտ ու դասական երաժշտությունը մարզեր հասցնելու նախագծի այս տարվա առաջին համերգաշարը տևեց ապրիլի 7-ից 18-ը ներառելով Սյունիքի, Կոտայքի եւ Արագածոտնի մարզերը։ Նախագիծը կյանքի է կոչել Primavera Foundation of Armenia-ի մշակութային բարեգործական հիմնադրամի կողմից։ Նախագծի կարևորության, համերգաշարերի եւ հետաքրքիր գաղափարների մասին կզրուցենք մեր հյուրերի հետ։ Ես իրով ներկայացնեմ, տաղավարում են դաշնակահար Ռուբեն Կոզինը, բարի առավոտ։ Բարի լույս։ Գիտարահար Վահան Սարգսյանը, բարի լույս։ Եվ Primavera հիմնադրամի առաջխաղացման մենեջեր Միլենա Մանուկյանը, բարի լույս։ Շնորհակալություն հյուրընկալվելու համար։ Շատ հետաքրքիր նախագծի մասին ենք զրուցելու, որտեղ որ երաժշտությունը հատկապես մարզերի եւ համայնքների մասին, ում գաղափարը, ինչպես է ընծնվել եւ ինչ ձեռքբերումներ եք ունեցել այս ընթացքում։ Շնորհակալություն հարցի համար։ Գաղափարը ծնվել է մեզ մոտ 2022 թվականին, դեռևս Արցախի բլոկադայի ժամանակ, երբ տեղահանված արցախցիներին տեղափոխեցին Հայաստան, մեր գործընկեր Viva հիմնադրամը շրջում էր Հայաստանով ու փորձում աջակցել տեղահանված արցախցիներին։ Երբ արդեն ամեն ինչ կար, երբ արդեն մարդիկ տեղավորված էին, ունեին տանիք գլխի վերևում, սնունդ ու հագուստ, մենք որոշեցինք, որ կարող ենք օգտագործել կլասիկ երաժշտությունը, դասական երաժշտությունը մարդկանց արդեն էմոցիոնալ աջակցություն ցուցաբերելու համար, ոչ միայն տեղահանված արցախցիներին, այլև այն մարդկանց, ովքեր իրենց օգնում էին։ Այդպես սկսեցինք շրջել Հայաստանի մարզերով, միանգամից ծրագիրը սիրվեց եւ տեղացիների կողմից եւ արցախցիների կողմից ու որոշեցինք, որ արդեն կդարձնենք շարունակական։ Եվ մյուս կողմից մենք մեծ համոզմունք ունենք, որ երիտասարդ արտիստները պետք է անընդհատ ելույթ ունենան հանրության առջև։ Այդպես իրենք փորձ են ձեռք բերում։ Այսպես ծնվեց ծրագիրը, որը երկու կողմերի համար էլ եւ արտիստների եւ լոկալ համայնքների համար շատ օգտակար է։ Ինչպիսի համերգային ծրագիր է տեղի ունեցել Սյունիքում, Կոտայքում եւ Արագածոտնի մարզում։ Դեռ հասցրեք այս 3 մարզերում լինել։ Այս տարի, այո, անցած տարի եղել ենք նաեւ Տավուշի մարզում։ Իսկ համերգային ծրագրերից Ռուբեն օրինակ հանդես է եկել արդեն դաշնամուրով, Վահանը կիթառով, շուտով Վահանը կունենա նաեւ զուգընկեր, ով հանդես կգա նաև ջութակ։ Շատ լավ։ Ռուբեն, դե գիտենք, որ երկրորդ տարին է ինչ մասնակցում եք այս ծրագրին, որպես այդպեսին, հետաքրքիր է, որ վայրերում եք եղել, իմ ծրագիրը ինչ է ձեզ տվել եւ ներկայացեք մի փոքր ձեր մասնակցությունը այս ծրագրին։ Անցյալ տարի ես ելույթ եմ ունեցել Տավուշում եւ Սյունիքում, Տավուշում նոյեմբերյանում, Իջևանում եւ Դիլիջանում, եւ Սյունիքում իհարկե Կապանում եւ Դավիթբեկ գյուղում, որտեղ սահմանի շատ մոտ է։ Եվ ես շատ տպավորված եմ այն ուշադրությամբ, որով լսել են իմ համերգներին։ Կնեք ես միշտ մի քիչ ակցենտը խոսում են հայերեն, բայց Ռուսաստանը մեծ ամենի հասկանալի է, բայց ես միշտ փորձում եմ։ Եվ ես ուզում եմ ասել, որ շատ կարևոր ծրագիր է, որ մարդիկ պիտի չզգան կոտորված կուլտուրայից, կենտրոնից։ Այդ հետաքրքիր է, ինչ փոփոխություններ եք ցանկանում մարզերի բնակիչների համար, այս դեպքում նաև երաժշտության տեսքով, օրինակ, որտեղ հավաքվել եք երաժշտության մասին խոսելու, փոփոխությունները մշակութային այս առումով, ինչպիսի փոփոխություններ դուք կցանկանայիք տեսնել մարզաբնակների համար։ Շատ լավ կլիներ, եթե ճանաչված հայկական երաժիշտները կարողանային միանալ մեզ եւ ավելի հաճախ համերգները տալ այդ շրջաններում, այս մարզերում եւ երևի կակտության ծրագիրը եւ ավագապետության դասը, որովհետեւ մենք պիտի ողջևել երեխեքին, մենք շատ տաղանդավոր երեխեք ունեմ Հայաստանում։ Եվ այդպես է մեծ պոտենցիալով շատ հետաքրքիր սերունդ է մեծանում, տաղանդավոր ամենակարևորը եւ բոլոր ասպարեզներում, հատկապես երաժշտական։
Միլենա, օրինակ դուք ինչ խնդիրների եք բախվում համերգային ծրագրերը կազմակերպելուց առաջ, որովհետև քանի որ ոչ բոլոր համայնքներում եւ գյուղերում կա համապատասխան տեխնիկա, պայմաններ դասական համերգներ անցկացնելու համար, տեխնիկական առումով։ Այդ առումով ճիշտ եք, ոչ բոլոր մարզերում ու գյուղերում կան գործիքներ կամ համերգասրահներ, բայց մենք դրանց չենք նայում որպես խնդրեմ, որպես խնդիր, մենք դրանց վերաբերվում ենք որպես փաստ, որի հետ պետք է աշխատել ուղղակի։ Եթե չկան ինստրումենտներ, չկան գործիքներ, այդ դեպքում օրինակ Վահանը գնում է իր գործիքով, իր կիթառով, ջութակահարը իր ջութակով, իսկ եթե չկան համերգասրահներ, մենք փորձում ենք կազմակերպել մշակութային միջոցառումները կամ մաստեր կլասները, այլ ուսուցողական միջոցառումները տեղի դպրոցներում, երաժշտական քոլեջներում, այլ ուսումնական կենտրոններում, այդպեսով փորձում ենք շրջանցել այդ խոչընդոտները, որովհետև մենք կարծում ենք, որ կարևորը որ ծրագիրը ապրի։ Ինչքան երկար կարողանանք մենք նրան շարունակել, այնքան ինքը ավելի մեծ ազդեցություն կունենա տեղի համայնքներում։ Միլենա, որպես այդպեսին պատկերացնում եք վայր, համայնք, որը որ զուրկ է նմանատիպ պայմաններից, որպես այդպեսին համերգ իրականացնելու եւ նախաձեռնությունը օրինակ զարգ տա այդ համայնքում որևէ օր ունենալու օրինակ համերգասրահ կամ հարթակ, որտեղ որպես այդպեսին ձեր ծրագիրը կմոտիվացնի որևէ ներդրողի այդ վայրում ունենալ համապատասխան վայր, որպես այդպեսին կան օրինակներ, փորձեր կամ մտքեր, ինչու ոչ ծավալելու։ Դեռևս օրինակներ չկան, բայց մենք արդեն մտածում ենք այդ ուղղությամբ։ Դուք լրիվ ճիշտ եք, ծրագիրը նաև այդ նպատակը ունի։ Այո, քանի որ մենք համայնքների զարգացման մասին ենք խոսում։ Իհարկե, ֆինանսներ ներգրավելու, որպեսզի կարողանանք արդեն զարգացնել։ Շատ մոտ ապագայում մենք արդեն ավելի ինտենսիվ կսկսենք այդ ուղղությամբ աշխատել ու արդեն արդյունքներ կտեսնենք։ Եվ դա Աստված թող շուտ գան այդ արդյունքները, որտեղ զարգացումը միշտ հրաշալի գաղափար է։ Վահան, մի փոքր պատմեք ձեր մասնակցության մասին, դուք էլ պատտվել եք տարբեր վայրերում, շփվելով տարբեր մարդկանց հետ, որպես արտիստ ինչ եք ստացել այս ծրագրից, ինչպիսի էներգիայի եք բախվում։ Ամենագլխավորը երևի շատ դրական էմոցիաներն են եւ սպասումները, որ ունկնդիրները միշտ սպասում են, թե երբ կվերադառնաս եւ արտիստը նույնպես սպասում է, թե երբ կվերադառնա բեմ նվագելու համար։ Այս ծրագիրը շատ կարևոր է կապի պահպանման համար Երևանի եւ մարզերի սահմանամերձ վայրերի միջև եւ իմ ամենագլխավոր նպատակներից մեկը այն է, որ ունկնդիրներից, երեխաներից գոնե 10-ից 2-ը 3-ը սկսեն զբաղվել երաժշտությամբ եւ կոնկրետ հենց դասական երաժշտությամբ ու ինչու ոչ հենց դասական գիտարով։ Մենք իրականում վստահ ենք, որ ձեզ շատ ջերմ են ընդունում ու ջերմ մթնոլորտում է այդ համերգները անցնում, բայց պիտի փաստեմ, որ դասական երաժշտությունը շատ բարդ ընկալելի է եւ ես ուզում եմ հասկանալ ինչքանով է այն սպասված մարզերում, ինչպես են ընդունում երաժշտությունը։ Շատ սպասված է, քանի որ օրինակ հենց դասական գիտարի համար մարզերում, սահմանամերձ գյուղերում ինչ որ չափ նորեր եւ ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում, քանի որ մարդիկ սովոր են հիմնականում գիտարը տեսնել ավելի խարույկային իրավիճակներում այստեղ եւ դասական գիտարի ներգրավումը երաժշտության մեջ, հենց մարզերում ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում ունկնդիրներին։ Հետաքրքիր ինչպիսին է աշխարհագրական ընդգրկվածությունը այս ծրագրի, դեռ ինչեր եք նախատեսում, որտեղ եք նախատեսում հաջորդ համերգներ իրականացնել։ Դե արդեն նշեցիք 3 մարզ, որտեղ այս տարի Կոտայ, Կարագածոտ եւ Սյունիք։ Անցած տարի եղել ենք Տավուշում, այս տարի նույնպես կայցել ենք Տավուշ։ Բացի այդ պատրաստվում ենք սկսել նորից համերգներ իրականացնել նաև Լոռիում, նախապես պետք է այնտեղ պատրաստվենք, այցելենք մենք ինքներս հասկանալու համար ինչպիսի պայմաններ են առկա, որպեսզի արդեն կարողանանք ուղարկել արտիստներին։ Շատ լավ։ Ես գիտեմ, որ արտիստները նաև ապրում են իրենց առանձին գործունեությամբ, այս դեպքում Ռուբենը մայիսի 20-ին Մոսկվայում ունի համերգ։ Ռուբեն, փոքր պատմեք այս ծրագրի մասին, ինչպիսի համերգ է սպասվում որպես արտիստ։ 20-ը ես ունեմ շատ կարևոր համերգը Մոսկվայի կոնսերվատորիա մեծ դահլիճում շատ հետաքրքիր պարատոն է եւ ես որոշել եմ ապրել Հայաստանում։ Ահա։ Ես չեմ ապրել եմ Հայաստանում, ես մեծացել եմ Ռուսաստանում։ Իմ հայրը հայ է, երևանցի է, բայց ես նոր եմ սովորել հայերեն
Ես արդեն 3 տարի սովորում եմ, որովհետև դուք լսում եք։ Ձեզ մոտ շատ լավ ստացվում է իրեն։ Ես փորձում եմ, ես շատ աշխատում եմ, բայց շատ տարբեր պլանավոր ունեմ եւ Մոսկվային նվագել եմ եւ ես 1 տարի առաջ ես մասնակցել եմ Visage d'Arménie ֆեստիվալ Primavera անձական ֆեստիվալ Պարատոնը Ֆրանսիայում Ռոշվուկո անանգումար շատո ես նվագել եմ ֆրանսիական ջութակար հետ ֆրանսիական հայ ջութակար ֆրանսահայ ջութակահարի հետ այո Թոմալիֆոր Շատ լավ Ռուբեն ես վստահ եմ որ մեր հաջորդ հանդիպման ժամանակ արդեն մնացած համերգների մասին զրուցելիս մաքրամաքուր հայերեն խոսեք այնպես որ այո անպայման դա երևում է այդ պոտենցիալը որ նա աշխատում է Միլենա կպատմեք մարզերում որպես այդպես ինչպիսի խնդիրներ եք առանձնացրել համերգները կազմակերպելիս կան բացեր խնդիրներ որոնք որ ձեզ իսկապես խանգարել են այն ավելի հեշտ իրականացնելու համար Ավելի հեշտ իրականացնելու համար մենք ամեն մարզում փորձում ենք գտնել գործընկերներ, այսինքն տեղացիներ, ովքեր կկարողանան մեզ ուղղորդել։ Ամենամեծ խնդիրը երևի դա է։ Գտնել են մարդկանց, ովքեր իրենց արժեքներով ու համոզմունքներով համապատասխանում են մեր հիմնադրամի արժեքներին ու համոզմունքներին, ովքեր կիսում են մեր արժեքները ու կկարողանան օրգանիկ մասը կազմել մեր թիմին։ Հիմա կան իդեպ մարզերում եւ բոլոր մարզերում իդեպ ՀԿ-ներ ովքեր որ հիմնականում զբաղվում են մարզերի եւ համայնքի զարգացման մասով խնդիրների վերաշուրջ եւ կարծում եմ որ կարելի է նաեւ աշխատել հասարակական կազմակերպությունների հետ ովքեր որ ել ավելի կենտրոնացնում են այդ համայնքի ներուժը լավ երիտասարդությունը ովքեր որ ունեն պոտենցիալ եւ նրանք էլ անհանգիստ են իրենց համայնքի համար եւ փորձում են զարգացնել մաղթում ենք ձեզ միայն հաջողություններ եթե կան ավելացումներ որ մարզերն եք իդեպ ասացիք նախատեսում հաջորդը կլինենք անպայման Տավուշում այս տարի եւ Սյունիքում կարծում եմ էլի կլինենք Աշնանը պլանավորում ենք արդեն սկսել գործունեությունը նաեւ Լոռիում Լոռի արչեվում դեռ կա Գեղարքունիք այնտեղ ունենք Արարատի մարզ Վայոց ձոր որտեղ որ ֆանտաստիկ նախ մարդիկ են ապրում երկրորդ արվեստասեր են եւ միանշանակ այն մթնոլորտը եւ ջերմությունը որը ստացել եք մնացած այլ մարզերում վստահ եմ դեռ սպասվում է առաջիկայում մեր տաղավարն էլ միանշանակ սիրով եւս մեկ անգամ լուսաբանելու եւ գեղեցիկ նախաձեռնությունը պատմելու մասին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, մնացեք մեզ հետ, այս պահին կարճատև գովազդ է, որից հետո կշարունակենք։